Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսատ ժողովը կկայանա Ավստրիայի Սանկտ Փյոլթն քաղաքում փետրվարի 16-ից 19։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայտարարում է, որ հայ եկեղեցու բարենորոգման շարժման համակարգող խորհրդի որոշ եպիսկոպոսների քննադատությունը հիմնազուրկ է եւ փորձ է մոլորեցնել հավատացյալներին։ Մայրաթորը ընդգծում է, որ ժողովի գումարման վայրն էական չէ եւ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես եկեղեցական մարմիններում, կարգի եւ կանոնների համաձայն։ Եկեղեցու կյանքը վերանորոգելը շարունակական գործընթաց է, որը պահանջում է միություն, համբերություն եւ միասնական աշխատանք։ Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել եպիսկոպոսատ ժողովի գումարումը արտերկրում, ասվում է հայտարարության մեջ։ Կառավարությունը որոշել է տարեկան 300 միլիոն դրամ հատկացնել Արփա-Սևան թունելի անխափան եւ անվտանգ շահագործման համար։ Այդ նպատակով Արփա-Սևան ընկերության հետ կնքված հավատարմագրային կառավարման պայմանագիրը կհետաձգվի եւս 4 տարով, մինչեւ 2030 թվականը։ Որոշման ընդունումը պայմանավորված է Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման անհրաժեշտությամբ, որի համար նախատեսվում է թունելով լիճ տեղափոխել առավելագույն հնարավոր ջրի ծավալ։ Կառավարության որոշմամբ կապահովի նաեւ հիդրոհանգույցի պահպանությունը, օտարման գոտու սանիտարական վիճակը եւ Սևանա լճի ջրային պաշարների ավելացումը։ Գործադիրը փոփոխել է միջազգային օդանավակայանների կոնցեսիոն պայմանագիրը, կրճատելով կոնցեսիոնների որոշ իրավասություններ։ Որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել երաշխավորված շահութաբերության, վնասների հատուցման եւ անորոշ ժամկետով երկարաձգման դրույթները։ Միաժամանակ պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2067 թվականը, իսկ կոնցեսիոները պարտավորվել է մինչեւ 2033 թվականը ներդնել 425 միլիոն դոլար։ Պայմանագրի փոփոխություններով վերացվում են Կապանի Սյունիք օդանավակայանի նկատմամբ սահմանափակումները։ Նախկինում Զվարթնոցից 250 կիլոմետր շարավղում միջազգային օդանավակայան ստեղծելու դեպքում կոնցեսիոները ուներ կառավարման առաջնահերթ իրավունք, սակայն նոր կարգավորմամբ դա այլևս չի գործում Սյունիք օդանավակայանի համար։ Իրավական առումով այն կարող է դառնալ միջազգային, բայց դրա համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ ու ներդրումներ։ Մարդու իրավունքների պաշտպանը լրագրողներին հայտնել է, թե ինքը պետական մարմիններից պահանջել է Նարեկ Սամսոնյանի վիրահատությունը կազմակերպել սահմանված ձևաչափով։ Օմբուդսմենը պարզաբանել է, թե չի տեսակցել Սամսոնյանին, քանի որ ՄԻՊ աշխատակիցների քանակը չի բավարարել։ Նշենք, որ Սամսոնյանը հացադուլի մեջ էր 14 օր։ Նրան կալանավայրից այսօր տեղափոխել են հիվանդանոց։ Տեղեկություն եղավ, որ նա բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը։ Օրվա վերջում սակայն փաստաբանը տեղեկացրեց, որ Սամսոնյանը դարձյալ կալանավայր է տեղափոխվել եւ շարունակում է հացադուլը։ Հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիչ Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակն է։ Բաբաջանյանն ավարտել է Երևանի, նաև Մոսկվայի կոնսերվատորիաները։ Ստեղծել է բազմաթիվ կոնցերտային եւ շատ սիրված ստեղծագործություններ դասականից մինչև ջազ եւ ժողովրդական։ 1971-ին նրան շնորհվել է Խորհրդային Միության ժողովրդական արտիստի կոչում, նրա մեծ արվեստի համար։ Բաբաջանյանի երաժշտությունը առանձնանում է իր հուզականությամբ, մեղեդայնությամբ եւ հայկական թեմաներով, միջազգայինորեն սիրելի իր երաժշտասերների համար։ Երևանում նրա անունով է անվանակոչվել Առնո Բաբաջանյանի համերգասրահը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։